Լույս առավոտին շարունակվում է եւ ինչպես միշտ մենք ունենք տաղավարում շատ կարեւոր հյուր, շատ կարեւոր թեմայի շուրջ ենք խոսելու, շատ սիրուն թեմայի շուրջ ենք խոսելու։ Ֆանտաստիկ գեղեցկուհի հյուր խնդրում շեշտել։ Դե դարձան դուք ավելացնես, կասես իմ կարծիքով այս պահին հերոստացույցի առաջ ոչ միայն կանայք եւ աղջիկները պիտի գան, այլ սա նաեւ հետաքրքրի տղամարդկանց։ Այո։ Ով եւ ինչից ենք խոսելու։ Ինչու։ Նախ շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, որ մեզ հետ եք եւ շարունակում եք կիսել առավոտը մեզ հետ։ Մենք այսօր խոսելու ենք դեմքի խնամքի, մազահեռացման հետ կապված խնդիրների, նրա վտանգների մասին եւ մեր հյուրն է գեղեցկուհի ֆանտաստիկ Անիլայթ կոսմետոլոգիական կենտրոնի հիմնադիր Անի Հովսեփյանը։ Գործարար կոսմետոլոգ։ Այո, բիզնես լեդի։ Այստեղ շատ դերին էր կասել կոմսոմոլկա սպորտսմենկի պրոստը տրանսլացիա հիմա է։ Նրա մասին է։ Շնորհակալ եմ, շատ գեղեցիկ ներկայացրեցիք։ Շատ լավ։ Ես հիմա մեկ-մեկ մտածում եմ, որ նման հյուրեր եւ ունենում եմ, ասում եմ, միգուցե իմ ներկայությունը ավելորդ է, բայց ապրում ենք 21-րդ մի վարքան, բայց ապրում ենք 21-րդ դարում եւ այո, տղամարդը եւս պետք է լինի խնամված, տղամարդը եւս պետք է հետեւի իր արտաքինին, տղամարդն էլ է պարտավոր։ Միայն այդ բան տենց զինջաման չկա։ Պետք է հետևել այս ամեն ինչին, բայց երևի սկսենք ինչից։ Դեմքից, մազահեռացումից, որն է ձեզ ավելի հետաքրքիր, ինչից կուզեք սկսենք։ Դու տուր քո հարցերը, իմ հարցերը բավական։ Սկսենք դեմքի խնամքից, հա, եթե դեմ չեք, որովհետև կան հազարավոր մեթոդներ, կան հազարավոր տարբերակներ, կան հազարավոր կենտրոններ, որոնք առաջարկում են ֆանտաստիկ բաներ, որ դեմքը ուզում ես ունենա, ասեմ, ֆանտաստիկ մաշկ լինի, դեմքդ լինի մաշկ հրաշք, որ ամեն ինչ լինի իդեալական ու այսպես եւ կանայք եւ տղամարդիկ այսպես մնում են խնդիր ունենալու դեպքում։ Ասում են լավ, ինչ անենք, բա, ում դիմենք, ուր դիմենք, ու ցավոք սրտի այսօր շատ դեպքերում նաև խաբվում ենք, որովհետև եւ շատ նյուանսներ չեն հաշվի առնում, սկսած նրանից, որ օրինակ ես ալերգիկ մարդ եմ եւ ցանկացած տոն դնելուց առաջ, երբ որ գրիմ են անում հաղորդավարներին, խոնավեցնող կրեմը, հազարում մի խոնավեցող կրեմ պարզապես ալերգիա է տալիս ինձ։ Այո, դուք շատ ճիշտ եք, այստեղ պետք է անհատական մոտեցումը, ինչը ես ամբողջ տարիների ընթացքում պնդում եմ եւ բժշկական մոտեցումը։ Քանզի կապ չունի ինչ պրոցեդուրա իրականացնելու, կլինի ներարկումային, ես իհարկե ներարկումային պրոցեդուրաների հետ կապ չունեմ, բայց ամեն դեպքում որպես մասնագետ ոլորտի կլինի ներարկումային, կլինի խնամք, քսուկներ, պետք է պարտադիր անցկացնել կոնսուլտացիա։ Գներեք Պետք է պարտադիր անցկացնել կոնսուլտացիա, որպեսզի հասկանանք ձեզ որից է տեսակ ցուցված է, ցուցված չի, ալերգիա կունենանք, չենք ունենա եւ առհասարակ կունենանք արդյունք, այդ քսուկը ձեզ կօգնի, թե չի օգնի, կամ ներարկումը ձեզ պետք է, թե պետք չէ, թե ընդհանրապես բիզնես է, մարքեթինգ է եւ այլն։ Այստեղ իհարկե թերի է նաեւ մեր պացիենտների, հաճախորդների գիտելիքը, դրա համար շատ ենք փորձում հարթակներում եւ տաղավարներում տեղեկացնել, որ կարեւոր է, որ հաճախորդը, պացիենտը եւս տեղեկացված լինի, որ չխաբվի։ Եվ ինքը իմանա իր առողջական վիճակի մասին, որպեսզի զգուշացնի, որտեղ երբ որ գալիս են օրինակ մազահեռացման, հարցնում ես որոշակի խնդրի մասին, իրանք տեղյակ չեն, որտեղ անգամ ստուգված չեն, բժշկի չեն գնացել եւ այլն։ Իմ կարծիքով դա մեր հայ կուլտուրայի մեջ մի փոքր բացակայում է, հա, գոնե չեմ ասում կես տարին մեկ, գոնե տարին մեկ հետազոտվել, որպեսզի հասկանալ օրգանիզմի վիճակը ինչպես է, որովհետեւ ինչ կա մեր արտաքինում, այն դա գալիս է ներքինից։ Դե մինչև դանակը ոսկորեն չի հասնում, չեն գնում։ Այո, եւ ես պետք է մի բան նշեմ, որ Անին ոլորտի այն եզակի մասնագետներից է, որ մազահեռացում գաղափարին, հա, ինքը տվել է խորքային մոտեցում եւ ես վերջերս նրա ցերեկույթին էի հրավիրված, պետք է նշեմ, ես ուղղակի հիացած էի, որովհետեւ մեր ապսեների մեջ թղթիկների վրա գրված էր կտակարանից հատվածներ, ես ուղղակի շոշմած էի, որովհետեւ ես եղել եմ ցերեկույթների, բայց չէ, խնդրում լսել մինչև վերջ, շնորհակալություն։ Ուզում ասել նրա խորքային մարդ լինելու մասին եմ ուզում ասել, որ իսկապես ֆանտաստիկ էր եւ լինելով ոլորտի այն եզակի մասնագետներից, որ թե սեմինարներ է անցկացնում, թե այսպես որպես գիտություն է նրան վերաբերվում, որովհետեւ Հայաստանում շատերը այսպես մի հատ շատ հետաքրքիր խոսք հնչեց ցերեկույթի ժամանակ ճճտացնել, հա, այսպես են հասկանում մազահեռացում ասվածը, բայց դա իրականում շատ լուրջ բան է։ Խոսենք ինչ է մազահեռացումը։
Նախ ուզում եմ խոսել կտականի խոսքից ու շնորհակալություն Անահիտին նման ջերմ խոսքերի համար։ Կտականի խոսքերը այո օգնում են մազահեռացման մեջ, պատկերացրեք, առհասարակ կյանքում են օգնում։ Կտականը ամեն ինչում է օգնում։ Այո, որովհետև եթե նայենք կարգախոսը ինչպես եմ աշխատում եւ իմ աշխատակիցները, այս սպասարկիր այնպես ինչպես կցանկանաս, որ քեզ սպասարկեն Մաթեոսի կտակարանի վարվիր այնպես ինչպես կցանկանաս քեզ հետ վարվեն։ Եվ ցանկացած գործում, երբ որ մենք առաջնորդվենք, որ մեզ համար կարևոր է պացիենտը, ոչ թե գումարը առաջնահերթ, բնականաբար մենք ունենանք ավելի լավ արդյունքներ։ Դա ամենաառաջին կետն է, որով որ ես առհասարակ աշխատում եմ, սկսել եմ աշխատել եւ կշարունակեմ, ու ինչը նաեւ ուսուցանում եմ իմ աշակերտներին, իսկ ոլորտին այլ տեսանկյունից եկել է դեռ մոտավորապես 10 տարի առաջ, երբ որ դու իսկապես աշխատում ես ու գիտակցում ես, որ ամեն մարդ ինչպես հոգեպես է անհատականություն, այնպես էլ օրգանիզմը, եւ չես կարող նույն արդյունքը ապահովել բոլորին նույն սարքով եւ այլն։ Այստեղ արդեն խորացա բժշկության մեջ, սկսեցի աշխատել բժիշկների հետ, գիտելիքներս ձեռք բերեցի տարբեր ոլորտներում, հա, ոչ միայն բժշկության, ինչու նաեւ սերվիսի, բիզնեսի եւ այդ ոչ թե պարզապես ձեռք բերեցի, այլ կրթություններ եմ անցել եւ ունեմ բազմաթիվ դիպլոմներ, հա, այդ բոլոր ուղղություններով, որպեսզի ես կարողանամ ճիշտ վարել իմ գործը, ոչ միայն լինեմ մասնագետ, այլ նաեւ լինեմ հոգեբան, կարողանամ ճիշտ մոտեցում ցուցաբերել, որտեղ մարդը գալիս է, եթե նայենք դեմքին, տղամարդկային թերաշով աղջիկ, իր համար դա շատ ծանր է, չէ, հոգեբանորեն, ինքը ունի խնդիր եւ պետք է իրեն ճիշտ լուծում տալ, որ հոգեբանորեն ինքը չնեղվի քեզանից, դու կարողանաս իրեն ճիշտ սպասարկել։ Այնքան sense նյուանսներ կա, որ այս ոլորտը վերածել են բիզնես ոլորտի, միայն մեզ մոտ սա է օգնում, կամ օրինակ դեմքին կատարում են այս պրոցեդուրաներ, որը չի կարելի իրականացնել եւ բնականաբար ստանում ենք վատ հետևանքներ եւ այն կոնֆերանսները, սեմինարները, որ վարում եմ, հենց իրականում ոչ միայն մասնագետների համար են, նաեւ հաճախորդի, որ հաճախորդն է տեղեկացված լինի, որտեղ իմ կոնֆերանսներին կարող են տարբեր տեսակի ինֆորմացիա ստանալ, ինչպես գինեկոլոգից, էնդոկրինոլոգից, օնկոլոգից, մաշկաբանից, նաեւ փաստաբան են հրավիրում, որ այս ոլորտի մասին ինֆորմացիա տրամադրի եւ իհարկե իմ աշխատանքային փորձը, որ ինձ համար անգին է, որտեղ ես շատ եմ սիրում ոլորտը ու առհասարակ մարդկանց ամենակարևոր բանն է։ Շարունակելով մազահեռացման թեման, եթե թույլ կտաք, ես գիտեմ, որ կանանց դեպքում փոքր այլ է, տղամարդկանց դեպքում այլ, որովհետև կա մազի որակի ու տեսակներ ու բոլորի մոտ, բայց ինչ-որ կարծիք կա, չի, եթե զգնում եմ մազահեռացման, տղամարդկանց մոտ հիմա արդիա չէ, հատվածներն են անում բան ու միանգամից որ անեք պիտի անցնի։ Չգիտեմ ինչու բոլորը այդպես են մտածում, բայց չեն հասկանում, որ իրականում, այո, կան մարդիկ, որ 5 անգամից է անցնում, մարդիկ կան 2 կամ 3 անգամից է անցնում, թե իհարկե դա այդպես է։ Մեր մոտ հերոստայտողի ու հասարակության մոտ մենք գրում ենք Facebook-ում երեխեք խնդրում մի հատ տեղ խորհուրդ տվեք ուր գնամ ու մենք հետևում ենք այդ խորհուրդներին չհասկանալով որ եթե օրինակ է Անահիտի դեպքում դա այդպես է դա չի նշանակում որ իմ դեպքում էլ այդպես լինելու այսինքն առաջին հերթին մարդիկ չեն հասկանում որ պետք է մասնագետին դիմել խոսել անցնել այդ փուլը հասկանալ ինչ է քեզ պետք անել նոր արդեն դժգոհել կամ գոհ լինել արդյունքից Շատ շնորհակալ եմ ճիշտ նկատառման համար, որովհետև առհասարակ ոլորտում այդպես է միֆը գնացել է սկզբից, երբ որ մտածում են, որ այս մազահեռացումը պետք է 5-6 անգամից օգնի, որովհետև եթե նայենք սլավոնական ազգի, հա, գենետիկ ֆոնը լրիվ այլ է, մեզ մոտ լրիվ այլ է, եւ չեն կարող համեմատել։ Ինձ մոտ հենց դա էր, երբ որ ես սկսեցի աշխատել, մոտավորապես ասում են, լավ, 6 անգամից պետք է վերանա։ Աշխատում ես հայ ազգի հետ, հասկանում ես, որ այստեղ բացարձակ այլ է։ 16 անգամ է։ 16-26 անգամ կլինեմ։ Եվ ես արդեն սկսեցի ես ոլորտի հետ աշխատել, որ մարդկանց բացատրեմ, որ ես մատուցում եմ ու առհասարակ մենք եթե գրագետ ենք աշխատում, միայն 50%-ն է մեզնից կախված։ Մենք պետք է լավ սարքերով աշխատենք, գրագետ աշխատենք, անվնաս աշխատենք, այսինքն կան տեղեր, որ ասում են, հա 5 անգամից ու հավատացեք, դա հնարավոր է, որովհետև շատ բարձր ջերմաստիճանով են աշխատում, իսկ դա անթույլատրելի է, որովհետև մենք կարող ենք վնասել, ավելի լավ է արդյունքը ուշ լինի, բայց անվտանգ լինի 10 անգամից, կան մարդիկ, որ իսկապես 4 անգամից վերանում են նման երջանիկ մարդիկ եւս գոյություն ունեն, բայց դա բացարձակ անհատական է։ Մարդը մենք չենք կարող օգնել։ Եվ երբ որ պացիենտը գալիս է, հաճախորդը գալիս է, դու բարձրացնում ես իրեն, մեկը լսում է քեզ, մեկը չի լսում, որովհետև ինքը մտածում է գումար է տալիս, պետք է վերանան հրաշքով, վերանան այդ մազերը։ Եվ որ սկսում ես խոսել առողջությունից, օրգանիզմից, գիտեք ոնց է, մարդուն հեշտ է
արտաքին ինչ որ բանը կարգավորել, քան ներքին։ Իսկ ես միշտ ասում եմ, որ ներքինից է գալիս առողջությունը, չէ՞, գեղեցկությունը այդ թվում, եւ ինչպես ներքին հոգեվոր գեղեցկությունից ենք, չէ՞, մարդը ավելի գեղեցիկ նույնն էլ էստեղ է։ Պետք է հետևել բոլոր մեր ներքին առողջությանը, ինչպես հոգեվոր, որտեղ հոգեվորը եւս մեծ նշանակություն ունի, հոգեբանականը մեր արտաքնային խնդիրների հետ կապված։ Նոր արդեն անցնենք մեր կամ էլ միաժամանակ անցնենք, ինչը որ ես անում եմ, երբ որ ես բժիշկների հետ եմ համագործակցում, կոնսուլտացիա ժամանակ ես հասկանում եմ, կարիք ունենք բժշկի ուղղորդությամբ, թե ոչ։ Եվ եթե ունենք միաժամանակ բուժում անցնելով եւ արտաքին խնդիրը վերացնելով ստանում ենք լավ արդյունքներ։ Հենց երեք ինձ մոտ տենց հաճախորդ էր, որ մենք իրականացրել ենք որոշակի քանակ, արդյունք չէինք ստանում նորմալ, խնդրում, որ ինքը հաճախի բժշկի։ Հաճախել էր, բուժման ընթացքում հիանալի արդյունք էինք ստացել։ Հրաշալի է։ Իսկ ինչ սխալներ են անում մարդիկ տնային պայմաններում, օրինակ։ Միանշանակ օրինակ տատիկի մեթոդներով են ուժի մեջ է հիմա ուժի մեջ է մարմինները այդ կանաչ մարդուկները որ հայտնվում են դեմքի մազերը բացացնելը դա շատ սխալ է ինչպես նաև քսուկներ պացիենտը ուղարկել էր որոշակի քսուկներ որ անգամ չգիտենք ինչ վրան անուն չկա գրած ասում ենք ինչ է սարքել են տվել են նման բաներ օգտագործել ինչ որ նման բաները մարդիկ շատ են սիրում ու սիրում են հավատալ ինչ որ բաների, որոնք որ փաստեր չունեն, գիտական ապացույցներ չունեն եւ այլն։ Բայց ամեն դեպքում ես հորդորս նրանում եմ, որ իհարկե ամեն ինչ չի կարելի դեմքին քսել, որտեղ դա եւս գնում է մեր ներքինը եւ պետք է վստահել գոնե բանիմաց եւ սերտիֆիկացված, ապացուցված քսուկների տանը չանել այն ինչը որ իրենք անում են կամ շատեր օրինակ կապով դիմակներ են, չէ, օգտագործում, ինչը որ իրանց պարագայում չորացնում է մաշկը եւ իրանց բացարձակ ցուցված չէ։ Այո։ Ես հիմա կուզեմ, ճիշտ է, հիմա նրանք դասերի են, դպրոցում են, համալսարանում են, քոլեջում են, բայց դուք էլ եք տեսնում, դու էլ, ես էլ փողոցում տեսնում ենք դեռահասների, որոնք այնպիսի մեյքափով են գնում ուսումնարան, համալսարան, չգիտեմ որ, ուզում ես ասես նշանдрեքի են գնում, թե հարսանիքի են հրավիրված։ Դեռահասներն են հիմնականում չգիտակցելով չհասկանալով, որ վնասում են իրենց, անկախ նրանից թե որքան թանկարժեք ու լավ որակյալ կոսմետիկայով են իրանք, հա, օգտվում, բայց այդ տարիքում դա անելը իմ կարծիքով շատ մեծ սխալ է, որովհետև հետո են փոշմանելու։ Ինչ խորհուրդ կտաք, ինչպես ճիշտ է դժվար աղջիկներին համոզել, չէ, մի արեք, որովհետև բոլորն են սիրում են, ուզում են աչքին կնեն, սիրում խնամված լինեն, բայց ինչպես փոխարինեն դա, չանեն, կամ այն ամենամինիմալի հասցնելու ինչ մեթոդներ, տարբերակներ կան։ Ու ասեք ներողություն, թե ինչ խնդրի առաջ կարող են կանգնել այդքան երիտասարդ լինելով։ Գիտեք, այստեղ եւս հոգեբանական է, եթե խոսում ենք դեռահասների մասին, դա լրիվ այլ հոգեբանական պատկեր է եւ իրենց ինչ որ բան ասել խորհուրդ տալը ըստ իս սխալ է։ Այնպես պետք է օրինակ ծառայել, եթե օրինակ ծնողները կամ ծնողը տանում է մասնագետի մոտ, շատ է լինում, որ դեռահասության տարիքում բերում են, որ դու ասես, աչքովուն քով են անում, որ ասես, որ չի կարելի եւ այնտեղ իրենց ծնողին չի լսում։ Այդ տարիքում նորմալ է իրականում, որովհետև դեռ փնտրտուքի մեջ են, կայանում են։ Այստեղ կարևոր է իսկապես նաև ճիշտ մասնագետի գտնել, ով կկարողանա լեզու գտնել հոգեբանական։ Տեսեք, ինչ կարևոր է նաև լինել հոգեբանած ոլորտում, որ կարողանաս դեռահասի հետ ճիշտ լեզու գտնել եւ իրեն համոզել, որ ինքը այդպես է գեղեցիկ ամենաառաջինը, որտեղ երբ որ շպարվում են, ուզում են ավելի մեծ թվալ, չէ, ավելի գեղեցիկ թվալ, ինքնավստահության խնդիր է եւ նաև ցույց տալ, թե ինքը ինչ գեղեցիկ է եւ ինչ հետևանք, ինչպես դուք ասացիք, ինչ հետևանք կունենա։ Եվ ոչ թե ասել, եթե դու սա օգտագործես, դու կլինես այսպեսին եւ վատ հետևանքներ, ոչ։ Օրինակներով պատմել շատ նուրբ մոտենալ, որովհետեւ այդ տարիքը շատ նուրբ է։ Այսել գիտես, մի աղջկա ենք իրականացրել իր մոտ այս խնդիրներ։ Ինչքան լավ է, որ դու խելացի ես, որ օրինակ նման ձև չես կատարի այդ պրոցեդուրա նման բան չես անում եւ այլն։ Արդեն մարդը ինքը ով չի ուզում լինել, չէ, խելացի եւ ավելի լավը։ Բնականաբար ինքը ավելի ճիշտ մոտեցում արդեն կցուցաբերի ինքն իրեն։ Այստեղ հոգեբանական ճիշտ մոտեցում է պետք։ Իսկ հետևանքները կարող են լինել տարբեր անկեղծ։ Մեկի մոտ կարող բացարձակ խնդիր չառաջացնի, օրինակ դուք ալերգիա ունեք, չէ։ Այն մյուսն էլ ունենա թաքնված եւ իր մոտ առաջացնի հետևանք լինի, կամ մազածածկույթ առաջանա, որտեղ
Եթե նայենք դեռահասներին, ոչ բոլորը չեն, են ֆինանսապես կայուն են եւ կարող են իրենց թույլ տալ այնպիսի կրեմներ, հանքտոնայիններ, եւ խնդիրները ներողություն կարող են լինել ոչ թե մի արտաքնապես երևացող, այսինքն խնդիրը կարող են ներքին արդեն ու դուք ոչ մի բան չզգաք չնկատեք։ Նույնը մազահեռացումն է, գիտեք, երբ որ մասնագետ էր եկել, ասում էր աշակերտ, հա, ասում անի ջան, անում եմ միջև ոսկոր ցավում է։ Ասում ոնց է կիրանկանացնում, երբ որ ինքը ասաց թե ինքը մենյու ոնց է դնում, ես սարսափեցի, ու ինքը դες տարիներ աշխատում էր պատկերացնում եք, ես իրան բացատրեցի ինքը ինչ անում, ինչ վնաս է հասնում։ Եթե խոսենք նաև անվնասությունից, այս տեսակները իրոք անվնաս են, բայց եթե դու ճիշտ ես աշխատում, եթե սխալ ես աշխատում, դու շատ մեծ վնաս կարող ես հասնել։ Այդ բանը դու չես նկատի, տարիներ հետո այդ մարդը կզգա։ Անի Հովսեփյանն էր մեր հյուրը, կոսմետոլոգ, գործարար, լավ մարդ, լավ ընկեր, լավ գործընկեր, վստահ եմ։ Մարդ ով առաջին հերթին իր առաջ ոչ թե առաջնայինը բիզնեսն է, եկամուտը, այո, որովհետև գործ ունենալով մարդու հետ դա շատ կարևոր է, որովհետև մեկ մարդը բավարար է, որպեսզի իր շուրթերից ելնող մի փոքրիկ պատմություն ունի ձեր մասին, դա շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ ձեր անվան, ձեր բիզնեսի, ձեր հեղինակության ու շնորհակալություն, որ դուք այդքան տեղ եք տալիս Աստծուն ձեր կյանքում, որովհետև ցավոք սրտի այսօր մեր հասարակության մեջ շատերը հեռացել են եւ Աստծուց եւ եկեղեցուց։ Դա արդեն ուրիշ թեմա է։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Սպասելու ենք ան։ Այո, աղջիկներ եւ տղաներ, չգիտեմ, շատ օգտակար խորհուրդներ կային այս ընթացքում ու մաշկի խնամքի վերաբերյալ մազահեռացման ու կարծում եմ այս հարցազրույցը դիտելուց հետո եւ դեռահասների եւ առասարակ յուրաքանչյուրը կգտնի մի բան, որ հարց կառաջանա, իսկ եթե հարց կա, դիմեք Անի Հովսեփյանին։ Այո։ Գնացեք Անի Հովսեփյանին մոտ, ասեք Անահիտ Հակոբյան, կստանաք 30% պրոմո կոդ։ Շնորհակալ ենք շատ, որ առավոտը կիսեցիք մեզ հետ, ֆանտաստիկ զրույց էր, լավ օրվա շարունակություն, մեծագույն հաջողություններ Գեղեցկուհի Անիին։ Շնորհակալ եմ շատ, ձեզ հետ իսկապես շատ հետաքրքիր էր եւ հաճելի 8 հետ։ Վաու։ Դե ինչ, այսքանը։ Իսկ դες լավ օր ենք մաղթում, լավ տրամադրություն, լավ էներգիա ու հիշեք առողջությունն առաջնային է։ Մի հետևեք Սիրիանուշ տատիկի խորհուրդներին, մի մտեք Facebook-ում ինչ որ անկապ խմբերում հարցեր տվեք եւ այդ պատասխաններով առաջնորդվեք, դիմեք մասնագետներին ցանկացած խնդրի դեպքում։ Այո։ Դες լավ օր։